Ֆրնյուզի եթերում այսօր Երևան-Մադրիդ միացումն է, այսինքն Երևան-Մադրիդ ձևաչափով Մադրիդից ինձ հետ կաշխատի Գրիգոր Գրիգորյանը։ Բարև Գրիգոր։ Աստու բարին Գագիկ ջան։ Ինչպես ես։ Փառք Տիրոջ, լավ, ամեն ինչ լավ է, փառք։ Դե փառք Աստծո։ Ուրեմն բնականաբար այս օրերի հիմնական խոսակցության թեման, եթե դիտարկենք միջազգայինը, հա, անցուդարձը միջազգայինը, հիմնական թեման Օրբանի եւ Օրբանի կուսակցության պարտություններ, այ օրինակ ինձ շատ հետաքրքիր է, թե Իսպանիայում ինչպիսի տպավորություն է թողել այդ փաստը։ Դե ընդհանուր նախ կրկին անգամ շնորհակալություն եթերի համար, շնորհակալություն մեր հայրենակիցներից, իմ ժողովրդից, որ ոնց որ տեսնում ենք, մեզ հետևում են կամաց, են որ ասում Մուրադ, մեզ հետևում են։ Դիտումները գնալով մեծանում են։ Դիտումները հեն որ ասում են ներկայացրել են, կաշխատենք արդարացնել, չէ՞։ Պետք է մենք արդարացնենք, ավելի հետաքրքիր սարքենք մեր զրույցները Գագիկ ջան, որ իր նպատակին հասցնենք։ Օրբանի պահով մի քիչ, սենց ասեմ, Հունգարիան, Եվրոպայում մի քիչ անտեսված, ես Եվրոպայում ասելով խոսեմ հիմնական իսպանացիների մասին, դե մի քիչ անտեսված էր այդ պետությունը, սենց ասեմ, անտեսված, ասենք հիմնականում, որ խոսում են եվրոպական, դե բնական է, Ֆրանսիա, Հոլանդիա, ասենք Պորտուգալիան, այտենց Հունգարիայից համեմատաբար, ասենք երբեք չէին խոսում, բայց գիտես, երբ որ ասում է լուրը հելնում է ջրի երես, արդեն բոլորը դառնում են բան, չէ, լուրերը առաջին, դե բնական առաջին ու բոլորը դառնում են մասնագետ։ Հիմա հիմնականը տպավորությունն այն էր, որ փաստորեն Օրբանը մի ինչ-որ ցանց էր պատրաստել, էլի, ասենք այս 16 տարի, չէ, եթե չեմ սխալվում, 16 տարին կառավարում էր երկիրը ու դե բնական է, իսպանացիներից, որ անկեղծ ասեմ, շատերս քիչ չգիտեին էլ, որ ինքը, ասենք, միշտ Ռուսաստանի ձեռքում, սենց ասեմ, վետոյի կնոպկեն բաններ, չէ, կոճակներ վետոյի, հենց ինչ-որ մի բան պետք էր լինում Եվրոպարլամենտում, ինքն էր հակադես, Ուկրաինայի հետ կապված էլ, չէ, շատ բաներում ինքը ոնց որ այո, այս Ուկրաինայի վերջին տրանշը 90 միլիարդի Զելենսկու կոշիկի մեջի քարն էր, էլի, սենց ասած, չէ, Օրբանը, հիմա երևի ամենաշատը Զելենսկին է ուրախացել բոլորի մեջից, չնայած հեսա դե խոսակցությունը կբերի նաև մեր պատմությանը, մեր հանրաճանաչ, չէ, ինձ թվում է Վերջը, ճիշտ ասած, դե բոլորս էլ, ես էլ իսպանացիքի հետ միասին, ես էլ սկսեցի հետաքրքրվել ավելի խորը, փաստորեն մի մեծ, շատ կարելի է մեծ մաֆիոզական ցանց էր սարքել Օրբանը իր երկիրը, դրա համար, դրա ապացույցը նա էր, որ 80% փաստորեն չէ, քվեարկողների 80% դուրս են եկել քվեարկության պետության մեջ ու դե պատկերացրա ինչ աստիճան է փաստ էլի ժողովրդավարությունը հաղթեց էլի այս բաներում ընտրություններում չէ որովհետև դե նայտես ինչքան էլ Հունգարիան գնում էր դեպի ավտորիտարիզմ եվրոպական չափորոշիչները պահպանվում էին ու դրա համար ինքը ռիսկ չարեց գնալ այն համատարած տոտալ կեղծիքների Դրա համար էլ Այո, նույնիսկ երեկվա չեմ իսորվա, քանիսը, երկու շաբթի օրն էր, որ բանը ճանաչեց իր պարտությունը ու շնորհավորեց բանին, չնայած դա, այն որ ասում է փոքր բերանով, չէ, կծկծու փառք Աստծո, ասում է, այն որ փոքր բերանով արեց էլի, դե բնական է, ինքը ցանկությունը չուներ, որովհետև ով է ահռելի է ցանցը, որ պատրաստել է, նույնիսկ խոսում են մասնագետները, որ Այն աստիճանի էր, որ, ասենք, համոզված են եղել, էլի, որ ինքը միշտ հաղթեր, այնեն սիստեմա մշրակել, որ ինքը միշտ պետք է հաղթեր բաներում, ընտրություններում, Դե, գիտես, իրականում ինքը սխալ քաղաքականություն էր տանում, նկատի ունեմ այդ
նախընտրական եւ ընտրական գործընթացներում սխալ քաղաքականություն էր տանում, որտեղ իր հույսը, այսպես ասած, ժողովրդական լեզվով ասած, Ուկրաինային քլնգելներ, հա, ուկրաինական բոլոր թեմաներին դեմ դուրս գալը, բնականաբար այստեղ կար նաև Ռուսաստանի Կրեմլի ազդեցությունը, քանի որ Օրբանը դիտարկում էր որպես պրո-կրեմլյան այո, ամբողջ Եվրոպայով մեկ, Եվրոխորհրդարանն էլ, հետո այս էլ ասեմ, կրկին խոսքը ճակարով կդրեմ, կրկին ապացույցել, որ ով Ռուսի հետ բարեկամություն է անում, ուշ թե շուտ պետք է պարտվի։ Դա կրկին ապացույց է։ Գիտես ինչ, հետաքրքիր է, շատ հետաքրքիր է, որ ոնց որ թե Ռուսաստանում էլ են սկսում ինչ-որ բաներ հասկանալ, քանի որ այն ռուսական ձևով ասեմ, այն ստավկեն, որ դրել էին Օրբանի վրա, բացարձակ իրեն չարդարացրեց, ու այստեղ մի շատ հետաքրքիր սենց շղթա է գնում ռուսական քաղտեխնոլոգիաների պարտության, հա, տես Ռումինիա, Մոլդովա, ահա, որտեղ ոնց որ ասում ես, իրանց ստավկեք անում են, չի գործում, այո, գործեց, չի գործում, դե, որովհետև Գագիկ ջան, ժամանակ, մենք լրիվ ուրիշ ժամանակաշրջան ենք ապրում հիմա, նայ, իրանց մտածողությունը մնացել է այն փդած սովետական մտածողության նման, իրանք ուզում են ուժի, հասկանում ես, ուժի ու պաբլատու իրանց հարցերը լուծեն հլը, պաբլատու, են որ ես կե, բայց ժողովուրդը գնալով, նայ, Հայաստանը մեզ օրինակ, ժողովրդավարությունը շատ մեծ քայլերով առաջ է գնում այսօր, Եվրոպայից խոսանք մենք, ամբողջ աշխարհում էլ, բայց Եվրոպայից խոսանք, տոտալիտար ռեժիմները, վաղ թե ուշ, իրանք, սովետական միությունը մեզ օրինակ վերցնենք, օրինակ, մի փոքր հենց եթե շանս եղավ ժողովրդին, ժողովուրդը նույն բանը հիշե, հեսա, պետք է Ռուսաստանում ժայթքի վաղ թե ուշ, Գագիկ ջան, անհնար է, սենց այս ձևով, ասենք, Օրբանները, ինչ էր անունը, ես քո խոսքը հիմա շակարով կտրեմ, ոնց որ դու ես ասում, օրինակը քաղաքականության մեջ, այլևս մանավանդ եվրոպական քաղաքականության մեջ, այդ անձնապաշտությունը այլևս էլ տեղ չունի, հա, վերջին օջախը, որ մնացել էր, դա Հունգարիան էր, հիմա նմանատիպ, նմանվող, իհարկե ոչ այդպես, քանի որ այնտեղ ժողովրդավարությունը շատ հզոր է, ես նկատում եմ նույն բանն ես ասել Միացյալ Նահանգների, ինչ որ այո, այդ ճանապարհին Թրամփը մեկ-մեկ այնց բաներ է անում, որ ուղղակի ապշում է, օրինակ նույն Թրամփը Վենսին ուղարկեց Հունգարիա, Վենսը նենց լավ ելույթներ ունեցավ, ասեց Օրբանը մեր ամենալավ ընկերն է, լավ տղա է, բայց այդքանով հանդերձ Օրբանը խայտառակ ձևով պարտվեց։ Այսինքն Եվրոպան թուլացել է, Եվրոպան հիվանդ է, նկատի ունեմ եվրոպական ժողովրդավարությունը, բայց ժողովրդավարությունը չի կարող պարտվել մեկ այլ ուղղության։ Այս պարագայում հենց Հունգարիայի օրինակը ցույց տվեց, որ Եվրոպայում ժողովրդավարության ակունքները, արմատները այնքան ամուր են, որ հա կարող է ինչ-որ թուլության նշաններ երևան, բայց դա երբեք չի նշանակում, որ կարող է պարտվի, հա։ Նույն Թրամփին ինչ պատասխան տվեց Իսպանիան, չէ՞։ Որտեղ դա կոնկրետ ճնշում էր մի ժողովրդական սուվերեն երկրի վրա, ու սուվերեն երկիրը ունենալով իր ժողովրդի աջակցությունը, այդ երկրի ղեկավարը կանգնեց ու ասեց կներեք, բայց մեր շահերից չի բխում, ասենք մասնակցել Իրանի դեմ կոալիցիային կամ պատերազմին։ Այդ ամենը նրանից է, Գագիկ ջան, որ ով ուզում է լինի, որ իր անձը դնում է ժողովրդից վեր։ Հա, ու ժողովրդավարությունից, դա ֆիասկո է, վաղ թե ուշ կլինի դա Եվրոպային որտեղ ուզում է լինի։ Նայ Թրամփի օրինակը մի քիչ sense անցում ենք անում, չէ՞, հիմա Օրբանից Թրամփ,
Չնայած անցում չի էտի կապ կա իր մեջ, որովհետև նոր դու ասեցիր, ես պետք է շարունակեի միտքը, նույնիսկ ասենք դե մենք հիմա ասում ենք նույնիսկ Ամերիկայի պես հզոր երկիրը, բայց դա տենց չի։ Դա ինդիվիդուումի որոշում էր։ Դա Թրամփն էր տենց որոշել։ Գագիկ ջան, ամերիկացին երբեք նախ սենց ասեմ, Ամերիկայի 70%-ը բնակչության որ հարցնես կարող է չիմանալ, որ Հունգարիա գոյություն ունի Եվրոպայում, պարզ խոսանք, էլի, ասենք չեն էլ իմանա։ Դա Թրամփի հիմա կապրիզներն է, սենց ասեմ իրա, դե հիմա Թրամփն էլ առավոտ մի բան ասում, Գագիկ ջան, այնա, թեկուզ Իրանի պահով տեսնում ենք, առավոտյան մի բան ասում է, երեկոյան մի ուրիշ բան ասում։ Ինքը մատների արանքով նայում է այդ ամեն ինչին, ուղղակի ես որպես հայ գիտես ինչ եմ ասում, քանի ինքը Թրամփը չէ ուզում Պուտինը լինի, քանի որ մի քայլ անում են, որը որ բարիք է բերելու իմ ժողովրդին, ինչ ուզում են անեն, մի քիչ էգոիստաբար մտածեմ, էլի, ես հիմա սենց ասեմ, ես ժողովրդավարությանը շատ կողմ մարդ եմ, Գագիկ ջան, բայց որորը որ ժողովրդավարությունից դուրս 10 կիլոմետր թե 1000 քայլ անեն, որը որ օգուտ է տալու իմ հայրենիքին, ես միայն կծափահարեմ դրան։ Ես այսօր այն վիճակում եմ, որ ամեն ինչը որ բարիք է բերում իմ երկրին, ես միայն դրան կողմ եմ։ Հիմա այսօր Թրամփն է անում դա, ես Թրամփին եմ կողմ։ Վաղը հասկանում ես, ես Ամերիկայում չեմ ապրում, Ամերիկայի լավ վատ լինելը ինձ ընդհանրապես հունգարացիներին էլ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, բայց քանի որ դա օրինակ է, խոսքեն չի մենք Օրբանից սկսեցինք, դա ժողովրդավարության օրինակ է, որը բերենք մեր այս խոսակցությունը ընտրություններին, չէ, հեսա մոտ ժամանակներս մեզ մոտ ընտրություններ, ես շատ կուզեմ այն հայրենակիցները, որ մեզ լսում են, էլի նորից վերադառնամ, այս այն թեմանա, գիտես ոնց, Կոկա-կոլայի նման, ասենք ասում ես Կոկա-կոլան խի այսօր կարիք ունի ռեկլամ անելու, այո, մենք պետք է օր-օրի Գագիկ ջան աշխատենք դրա վրա, որ ժողովուրդը իմանա, որ ամեն մի ձայնը ինչ կարևոր է, ով նստելու է տանը, որոշելով, որ ոչ մի բան չի փոխվելու ու ձայն չտա, բայց այդ մարդը բնականաբար ուզում է, որ Հայաստանը դեպի լավը գնա, շատ մեծ սխալ է, պետք է տանից դուրս գա այդ օրը ու գիտես ոնց որ Իսպանիայում, գիտես այնց հետաքրքիր է, այդ օրը, բանի ընտրությունների օրը, բանա, տոնա, Գագիկ, բառից բունից իմաստով տոնա, նայ, հետում են պապիկները, տատիկները, իրանց երեխեքին, թորնիկներին, վեկալ վերցնում են բոլոր ընտանիքով, այդ օրը, բանը, տերասայում սեղան են պատվիրում, եթե լավ եղանակ էլ անում է, առավոտյան գնում են իրանց ընտրությունը կատարում են, բնականաբար տան անդամներից ոչ մեկ չգիտի ով ում է ընտրում, շատ մի ուրիշ մակարդակ է էլի ընտրության ֆիլիսոփայությունը ստեղ կատեգորիան ուրիշ է ու գալի նստում են այդ տերասայում սկսում են իրանց հաց ուտել իրանց հասկանում ես իրա ուզում եմ ասեմ վերածվել է ժամանակի ընթացքում տոների այն որ ասում է էկզամենի всегда праздник для нас պրոֆեսոր չէ հիմա այս ընտրությունները միշտ տոն է մեր մոտ էլ պետք է վերածվի ու փառքաստու այսօր հələ նայի մեր վարչապետը ասենք ոնց ասեմ են դռնեդուր տնետուն ընկած արի միած sense բանի մասին խոսանք Գագիկ ջան դու էլ ես էլ ու հազարավոր մեր քաղաքացիներ Միջև ես միտքը որ ծակեց իրանց այդ ուրախ ավտոբուսը որ դուրս են գալիս որ շրջագայում են չէ Գագիկ ոչ ես ոչ դու դե մենք բոլորս լսել էինք չէ որ ասենք այդ առողջապահության համակարգում մեծ փոփոխություններ ա չէ բայց որ իրանք որ դուրս եկան արդեն ժողովրդի հետ շփվելու Գագիկ ցնդելու ապշելու բաներ ա դու պատկերացնում ես արդեն մարդիկ արդեն չհերքվող չի հերքվում դա Հասկանում ես ոչ ոք չի կարա հերքի մարդիկ ուզում են ձեռքերը պաչեն իրա չէ հենց կոնկրետ կառավարության այս կառավարության ու նայում ես Գագիկ ջան անհավատալու է ես իսպանացիքին պատմում եմ ասենք ասում են դուք գիտեք որ մեզ մոտ սենց այս կատեգորիաները այս ձևի ասում 7 տարում ոնց է կարացել այդպիսի բան անեք Ասում եմ դե հիմա մեզ փառք տիրոջը մեզ այնպես մարդ է ուղարկետերը որ այսօր իրոք հրաշքն է ուղակի գնահատականը չենք տալի ես ասում մի հատ միտք ունեմ ասում եմ նայ միշտ մենք մարդը միշտ իրականությունից ուզում է լեգենդ սարքի չէ ասենք իր կյանքում էլի ասենք իրական ապրում ես վերցնում են ինչ-որ բան բայց հիմա մենք գիտեք ինչ ենք ապրում մենք լեգենդից հիմա ու իրականություն ենք սարքում
Մենք ունենք իմ համար օրինակ ես էլ եմ ասում, ինչ որ կատարվում է հիմա, ես ուղղակի մեծ համեմատական եմ անում էլի, որտեղ որ ես հիմա ապրում եմ ու հիմա ինչ է կատարվում Հայաստանում։ Հələ մի հատ նայ Գագի ջան, նայ ասում է խաղաղության հարց, չէ, խաղաղությունը, այն օրը խոսում էր էլի, ինչ-որ մեկի հետ ասում է խաղաղություն, հիմա նայ երկրորդ ասում է մեծ խնդրեմը, որ մենք ունենք, պետք է ջրի հարցը լուծենք։ Նայ ինչ ռազմավարություն է, խոսքը գնում է Գագի ջան, այսօրվա մասին չի, նայ խաղաղություն, ջուր, դա ջուրը ինչ է, կյանքի առաջին, չէ, առաջին ամենակարևոր։ Նայ ջրից հետո ի՞նչն են գալիս, մանկապարտեզներն ու դպրոցները Գագի ջան։ Կրթությունը երկրի։ Կրթություն, դրա արանքում արդեն ընկել է առողջապահության հարցը, սենց ասենք, լուծված ընթացքով գնում է, դրանից հետո ինչ է գալի։ Խաղաղություն, առողջապահություն, մանկապարտեզ, դպրոց, համալսարան եւ վերջի հիմքը, որ պետությունը հարկերը մուծի, որ այդ ամեն ինչը արդեն երբ որ ընկնում է ռելսերի վրա, աշխատանքը, որ սկսվի հարկերը մուծել։ Հիմա նայ, այս ռազմավարությունը, որ իրանք բռնել են ու ապացուցել, արդեն չես կարող ժխտես, Գագի ջան, էլի եմ ասում, մենք կարանք հիմա նստենք, սենց ասեմ, լիքը ջանգյուլում ասենք, բայց ֆակտ, ես ընկեր ունեմ, այն օրը հետը խոսում էի, ասում ապեք, բանը, լեզվով ասեմ էլի հայկական, ասում ապե 500,000 պիրոդ ընգա այն օրը, ասում եմ ոնց պիրոդ ընգա, ասում հա ապե, գնացի ինչ են ասում, կատե անելու մամային, ասում ապե 400,000 կարգային տոմոգրաֆիան, 400,000 ասում ամեն այն անգամ եմ մուծել, 100,000 էլ եսիմ ինչի, ապե 500,000 հենց հիմա պիրոդ եմ գրիշ ջան, ինքն էլ բան չի, այն պրո բանը, ոչ զոմբի է, այն որ ասում ենք մենք, ոչ զոմբի է, բանը, չեզոք, այն լրիվ չեզոք, էլի, ինքը ասենք, աշխատող տղա է, չեզոք բանով, ասում ապե, հիմա ես չեմ կարա չասեմ, գրջան, ինչ ճիշտ է, սենց է, ու տենց այսօր ինձ թվում է Գագի ջան, դու ինքդ էլ ունես հարազատ ծանոթներ, որ հիմա ստեղ խոսքը մենակ թոշակը չի եղբայր 10,000, բայց 10,000 թոշակ ստանողը ես էլ օգտվել եմ այդ նույն բանից, այսինքն մնացել եմ, բժշկական ծառայություն եմ ստացել, անվճար, այդ թվում նաև դեղորայքը անվճար, էլ ինչի մասին է խոսքը, այսինքն սա Հայաստանի համարյա թե բոլոր սոցիալական խմբերին է վերաբերվում, եթե հաշվենք նաև այն 200,000 դրամից բարձր աշխատավարձի խմբերը նույնպես դառնում են շահառու, էլ ինչի մասին է խոսքը, ու բաց այդ, երբ որ ես նայում էի բառացիորեն օրերս, ես ուղղակի ուզում եմ խոսել օբյեկտիվի մասին։ Այո, խոսենք ինչ որ կա, այո։ Սկսած 2000 թվականից միշտ եղել եմ լրատվության մեջ եւ բնականաբար միշտ լուսաբանել ենք առաջի հերթին պետության, կառավարության գործունեությունը, հետո նոր մնացած թեմաները, հա, այն ժամանակ էլ են եղել ինչ-որ դպրոցի, մանկապարտեզի, նորոգումներ, շատ իհարկե sense մատերի վրա կարելի է հաշվել, բացի այն ինչ-որ արվեց Քրքորյանի Լինսի հիմնադրամի ծրագրով, նկատում բուն Հայաստանի բյուջեից, բնականաբար այտենց չէր արվում ու եթե որակական համեմատություն անենք, ներողություն, ընդհանրապես մոտիկ ոչինչ հնարավոր չի գտնել։ Մոտիկ ոչինչ հնարավոր չի գտնել, որտեղ Տես դու կարողանում ես այդ համեմատությունը անես, որովհետև մեջն ես եղել։ Հիմա նա ես չեմ ուզում Գիտես, ես ինքս որ չեմ տեսել այդ առաջվանը, բայց իմ համեմատությունը ես ուրիշ ձև անեմ։ Հիմա ինչ որ ես տեսնում եմ, որ ասենք մտնում են այդ հուսով լինեմ, Գագի ջան, հույսով լինեմ։ Ես չեմ ուզում էլի, ոչ ինքս ինձ խափեմ, ոչ խափնված լինեմ, ոչ էլ հենց լնից տեղ ասենք հելել ենք գովաբանությամբ զբաղվենք։ Նույնիսկ են կաթսաները, դե բնական է, նոր են մանկապարտեզները, ես շատ մանրակրկիտ եմ, էլի։ Սառնարանները, կաթսաները։ Նայում եմ ես այդ Գագի ջան, հնարավոր չի, որ այդ որակով ինչը որ կա, այդ որակով այդտեղ երեխաները ճիշտ դաստիարակություն չունենան։ Պատերից, Գագի գույներից բռնած, պատերից բռնած, գիտես ինչի հետ է կապված, նայ։ Հիմա ես հիշում եմ մեր լվացարաններից, ամեն ինչը գույների մեջ, այդ գույների մեջ, եղբայր, նույն դաստիարակը
նույն որ ինքը գալիս է գործի համ իրա տրամադրությունն է բարձանում համ էլ այդ երեխաները արդեն ուրիշ մթնոլորտում են մեծանում մեր սրանից 10 ես երեխա ունեմ երկու աղջիկ մանկապարտեզ մեծից տարել ենք էլի ես որ համեմատական եմ անում որտեղ էր ինչ ձև էր ու կենտրոնում էր մանկապարտեզը իմ աղջիկը Նալբանդյան փողոցի վրա էր փոքրից որ գնում ենք մի երկու անգամ եղել է գնացել եմ ես ամեն ինչով չէ ես ինչ ես ասում մտնում եմ մի եղբայր ոչ մի չեմ ասում գոմև բայց համեմատական չի ընդհանրապես ու այսօր մեկը չի երկուսը չի երեքը չի Գագիկ ջան մտնում ես չես կարող ուզում եմ ասեմ այնց բաներ է որ չես կարող էլի գիտես ոնց էլի եմ ասում մենք այն անգամ էլ այն մյուս հաղորդման ժամանակ խոսացինք վատը ուզեր ով ուզում է վատը տեսնի ամեն ինչի մեջ դեզի մեջ մազգ գտնի էլի չէ կասի հլստենայի էսի սենս չի դե բնական է որ դու ես տես մարդկանց գիտես ինչ եմ ասում եմ դու գնա տուն այսօր հայլիները հանի սախտան ասում եմ ինչ ա եղել արա ասում եմ առավոտ որ քնից զարտում ես դու գնում ես հայլում ես հենց ինչ որ տենում ես արդեն ըտեից քո օրը վատ սկսվում է ասում եմ Դու ինքդ իմաց գիտես են որ մարդա չնման մարդա չհավան այդ կենթանիներն են էլի որ դրանց էլ հենց դրանք նայ սա շղթայա կապված է դրանք են մի անգրագետ ցավում են որ բնական է էլի մեր քուրերն ու եղբայրներն են ասենց ասենք կարող է բոլորիս հենց ազգի մեջ էլ կան այդպես մարդիկ ովքեր որ մարդկանց գիտես ինչով են գնահատում ստատուսը մեքենան է ձեռի ժամացույցը հակած շորը Լավ տղա, իմ ասենք, ինչքան մարդ կա, Գագիկ ջան, ասում արա դες Տրամփը ուժեղ դեմք է, էլի, արես Պուտինը դե դուխով է, էլի, ուրիշ ձևի տղա է, բայց չի մտածում, ասենք, ասի, դա ինչ է տալի քեզ, դա քո երեխուն ինչ է տալի, արա, այսօր քո երեխան կարա գնա, ընես կրթություն ստանա, ընես դպրոցում, ընես կրթություն ստանա, որ Եվրոպայի ամենալավ մայրաքաղաքներում այդ աստիճանի չկա։ Ես խեմ այդ համեմատությունն էլ եմ անում, իմ երկու երեխան ստեղ են դպրոց գնացել, մեծացել, ավարտել։ Համեմատելու բան չի։ Հենց լսարաններից բռնած ուսուցիչների հուսով լինեմ հիմա այդ որակավորումը, որ մարդկանց այդ որ 700,000 Գագիկյան միջև մի ատեստավորումը որ տալիս են, հենց այնպես չեն տալու այդ 700,000-ը։ Այդ մարդիկ կոնկրետ պետք է ատեստավորում անցնեն, չէ՞։ Որ այդ գիտես ինչ պետք է լինի։ Ես գիտես ինչի վրա եմ ծապ տալով ամեն առավոտի ծիրիգուն որ գնում եմ նայ մարդուն աշխատավարձը բարձրացնելու համար ստիմուլ են դնում դեմը մարդը ստիմուլի մարդը ինքը գնահատում ասма կներես մի օրինակ էլ ես բերեմ ճիշտ է մեր հերոստատիտողները միշտ ջղայնանում են որ մենք իրար ընդհատում ենք ասում են Ոչինչ, դե հիմա ոդկասթի իմաստենս դա է, բա զրույց է սա, իհարկե։ Ուրեմն կինս օգտվում է հասարակական տրանսպորտից, որտեվ ինքը բավականին վաղ արթնանում շուտ է գնում աշխատանքի, չի սպասում, որ ես իրեն մեքենայով տեղ հասցնեմ, ինքը օգտվում է հասարակական տրանսպորտից եւ ես բազմիցս տեսել եմ սենց հեռախոսը ձեռքին տաննա դեր ասում է ահա 5 րոպեից ավտոբուսս գալիս է այո իջնում է գնում է այն վարկանին է գնում կանգար ժամանակի ամենաթանկ բանը ինչն է ժամանակ արդեն ռացիոնալ օգտագործում է իր ժամանակը օգտագործում է իր ռացիոնալ այո այտենց բան առաջ այտենց բան 2001 թվականին ես որ Շվեյցարիայում տեսա ես իմացա լուրջ եմ ասում ուրիշ մոլորակում եմ գտնվում գիտես խի նայում էի ժամացույցին ասենք 23:01 պետք է ավտոբուսը գա 22:59 ավտոբուսը չէր երևում մի մոմենտ sense միտավ ու նայում էր խցանում ոնց որ լիներ Մեկ է 23:01 որ հայտնվում էր ավտոբուսը ասում էի արա ես ուղղաթիռով են իջացնում ես ավտոբուսին ոնց ասենք իմ համար դա գիտես ինչ էր ուտոպիա էր որ իմ երկրում դա կարողա լինի հիմա նայ դու պատկերացնում ես Գագիկ ջան մի 7-8 տարի հետո հիշենք ասածներս փարտիրոջը 7-8 տարի հետո գիտես ինչ ենք մենք ներկա լինելու արագաշարժ գնացքներով 20 րոպեում հասնելու ենք Թիֆլիս, հիշի, չեմ ասում 7-8 տարի հետո, միայն թե ասում եմ, մեր ժողովուրդը ես շատ, գիտես ինչ, սենց ասեմ, վատ լինելն ու խելացի լինելը, դրանք մեկը մեկին չխանգարող բաներ են, ու
լավ մարդ լինելն ու ախել լինելը դրանք էլ իրար չխանգարող բաներ են, ինչ եմ սենց ասում։ Ես ուզում եմ մի օրինակ էլ բերեմ, նորից կներես, ասենք ինչ վիճակում էր Հայաստանի գյուղատնտեսությունը եւ հիմա ինչպիսի քայլերով առաջ է գնում։ Ես նկատի ունեմ հենց կառավարության աջակցությամբ, որ մարդիկ կարողանում են այդ խելացի գոմերի, խելացի ֆերմաների, ջերմոցների, հա, նայում ես ու աչքերիդ չես հավատում, որ Հայաստանում հնարավոր է, ասենք, նման պղպեղի արտադրություն լինի, որ Հայաստանում 11 ամիս ու 11 ամիս բերք տա, ասած են 10 ջերմոցներում Գագիկ մարդիկ մոտիկանում են ասում 100 կով ունեմ միած սարդ ուր ինձ որ կարանամ արածացնեմ Այո Սրանից 15 տարի առաջ ասում էր 2 կով ունեմ ուզում եմ մի հատ էլ առնեմ որ այն որ ասում է 3 հատ պետք է ունենաս կով մի կովը մեկին ա պահում են մի կովն էլ քեզ ա պահում մարդ այսօր սար ա ուզում մարդ այսօր գյուղում լուսավորություն ա ուզում եղբայր Մարդ այսօր ցախ չի դու մեկին լսեցիր որ ասի ոնց տակացնեմ տունս մեկն ու մեկը դիմեր ասեր թո պետությունը ինձ ցախ տա կարողանա վառել այտենց բան լսեցիր չէ իհարկե Էդելում Գագիկ ջան հիմա մերում աշկակապություն չի էս կյանքը Էդիոմ սարկած են բանի սովետի վախտով են որ հավաքում են տոխի սովետից էլ Սերժի վախտով որ հավքում լստում էին բաները մարդկանց Սերժի Քոչարյանի ժամանակ այդ կլուբները գյուղի ու զորով բան են անում որ պիտի ծապտանխի չի երևում ես մի անգամ մի հատ նկար ունեի Սերժի երեխեք հետ համեմատական էի արել Պոպուճուր դպրոցական երեխեք հետ ու մի հատ էլ այտենց Փաշինյանը ուներ նկար մի 7-8 տարվա եթե չեմ սխալվում հեռախոսից մեջ է Դու մենակ վեկցում ես այդ համեմատականը նայում ես ու նայում ես երեխաների դեմքերին ախպեր Հետո գիտես էլ ուրիշ բան չունեմ ասելու Հիմա Այստեղ նաև մշակույթ է մտնում Այսինքն մենք օրինակ հիշենք թե սրանից մի 10 տարի առաջ քանի մարդ գիտեր թե ծնեբեկը ինչ է Ինչա Հասարակ օրինակ էլի Այն պարագայում որ ասենք Եվրոպայում Միացյալ Նահանգներում ամենաթանկ ստեյքի հետ անպայման մի քանի հատիկ ծնեբեկ է դրվում առողջության համար համով ես ասում եմ կանաչ միս իրան այնքան համով ցանկացած բանջարեղենի խանութում վաճառվում է թե ջերմոցում աճեցված, թե նաև դաշտում աճեցված ծնեբեք ճիշտ է թանկ է, բայց ասենք բոլոր այդ կարգի բաները, որոնք նաև անհրաժեշտ են, որոնք նաև օգտակար են, չէ՞ որ դա օգուտել է բերում գյուղացուն, ով որ մի այսքան կապը վաճառում է, ասենք 2000 դրամով։ Նայ այդ թեմայից Գագիկ ջան, մի հատ թեմա բացենք լավ, նայ, երեք խոսում էինք բան լսեցի Այդ որ Ռուսաստանը կարող է ճանապարհը փակի, ես իմ մեծ շուկա, ես իմ ինչ։ Հիմա ես ինքս այդ բնակավարի մասնագետ չեմ, բայց դե բնական է, հիմա ասենց կասենք բոլորս էլ մի քիչ հասկանում ենք այդ ամեն ինչից։ Ես հիմա ասենց հասարակ օրինակ եմ ասում։ Այսօր, նայ, մեր մոտ օրինակ Իսպանիայում ինչ ճիշտ է չկա, էլի հայկական խանութներ, այտենց որ ասես մեջը, որ հայկական ապրանքներ, ասենք մի քանի ձևի կա Բայց հիմա դու ես գիտենք որ Ամերիկայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեծ սուպերմարկետներ կան, որ ոնց որ մտնես սա սուպերմարկետ, չէ, ռեկլամ չանենք, կամ այտենց է թե չէ, ասենք, որ խոսքի հայկական աղից բռնած, միջև այն լավաշի եսի միշտ տեսականի ամեն ինչ կա, չէ։ Հիմա փաստ, այդ ապրանքը հասնում է, չէ, Ամերիկա։ Իհարկե։ Հիմա ես երեք մի հատ Facebook-յան օգտակար ընկեր ունեմ, ինքը մի հատ սենց լավ օրինակ էր ասում, ես ասենք օգտվեմ ինչի, լավ մտքերը միշտ պետքա փոխանցենք մեկս մյուսին։ Հիմա նայ, բաների, չրերի, ծիրանի ջիրը, չրերի, ինչից որ մենք հարուստ ենք, Արաբական Էմիրատներից գներ էր ուղարկել 100 գրամների, 100 գրամի գները, նայ, ահռելի, մի ասենք ցնդելու գներ են, էլի, հիմա Դու մտածում ես, որ մեր կրեատիվ ազգը, որ ամեն ինչի, այն բլոկադաների, նայ, 3000 տարի ես ժողովրդին Գրիգոր ջան, մի րոպե ժամանակ ունենք։ Այն շուտ անցնում ինչպես միշտ։ Նայ, հիմա այդ իմ ասած այդ բաները, չրերը, 50 միլիոնանոց շուկա են արաբական երկրները։
ու մեզ հարևանությամբ քթներիս տակ։ Թանկ շուկա։ Ինչ ես դու կարծում, մեր գյուղատնտեսական անապատներ են այնտեղ Հայաստանը այսօր, որ իր ջերմոցները, որ այսօր այտենց որ կարողանում են, ասենք, շատ մեծ արագությամբ աճում են, էլի։ Ես իմ ընկերների գիտեմ, դու էլ լավ գիտես, որ հիմա դու կարծում ես, որ դա պրոբլեմա լինելու արտահանումը այտենց երկրներ, որ ճանապարհն էլ բացվի։ Գագիկ ջան, մի վարքյան պետք է չվախենա ժողովուրդը, նորից կրկին անգամ կրկնում եմ, իմ հայրենակիցներ, իմ սիրելի ժողովուրդ, իմ չսիրած մարդիկ է, չսիրած մի քիչ կոպիտ անցում, բայց այն մասան, որ որոշում են, որ հները ավելի ճիշտ են անելու, դե սխալված են։ Բոլորդ իմացեք, որ Հայաստանը իր պատմության մեջի ամենաճիշտ ուղու վրա է, Գագիկ ջան, ամենաճիշտ։ Ու չեմ վախենալու ասեմ, չեմ վախենալու, որ շնորհակալություն այս երիտասարդներին, ովքեր շրջապատած են մեր վարչապետին, մեկը մեկից հայրենասեր ձևով ու ոչ մի անգամ չմոռանանք ասենք իրանց սխալներով, Գագիկ ջան։ Իրանք մարդ են, բոլորն էլ իրենց սխալներով, բայց ամենակարևորը ճիշտ ուղու վրա են։ Ու մի հատ շատ կարևոր բան, շատ կարևոր, որ նույնիսկ վարչապետը, նույնիսկ իր առաջին սենց ասեմ, կողքի մարդիկ ասում են, որ բա բնական է, մենք էլ ենք մեր սխալների վրա սովորելով առաջ են գնում։ Բա ամեն ինչը առաջին անգամ են անում, Գագիկ ջան, ինչ ենք ուզում։ Իհարկե։ Տես չի եղբայր, որ առաջին անգամ ես անում, պետք է, բայց սխալներ եք ամենակարևորը ես գիտեմ, որ սիրում են իրանց հայրենիքը ու ամեն ինչ անելու են, որ մեր ժողովուրդը լավ ապրի ու մենք էլ վերադառնանք ստեղից, այդքան խոսալու տեղը գանք գործով զբաղվենք, այն արդեն ֆիզիկական գործով, ծաղկացնենք մեր երկիրը։ Այսքան հարկ, որ ստեղ ենք մուծում 50%-ը, որ Հայաստանում մուծեինք ամեն մեկս, հիմա այդ 16 միլիոնանոց տները սահմանը 6 կիլոմետր չէ, դարել էր արդեն 60 կիլոմետր։ Արդեն շուտով Երևանում են սարքելու։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն միշտ։ Փառք Հայաստանին, փառք մեր պետությանը։ Շնորհակալություն։ Մինչ հանդիպում, Գագիկ ջան, շնորհակալ եմ։ Այսքանն էր այսօրվա Երևան-Մադրիդ ձևաչափով մեր հաղորդման համար նախատեսված, հաջորդ հանդիպումը կլինի արդեն մեկ շաբաթ հետո։ Ամենայն բարիք ձեզ։